Բարև ձեզ, Factor TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն է, ողջույն։ Բարև ձեզ։ Արդեն հայտնի է դարձել արտգործնախարար Միրզոյանը այսօր պետքարտուղարությունում հանդիպում է Մարկո Ռուբիոին, ներկայ լինելու նաև պետքարտուղարի տեղակալ Հուքերը եւ բյուրոյի ավագ պաշտոնյա Հանրանը եւ ներառված է հետևյալ հարցը թրիփի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն այդ տեսեք ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ իշխանության այս քայլը որակում են որպես ԱՄՆ-ին միջանցք տալ դուք ունեք ընդհանրապես հակափաստարկներ թե այսպես կզինաթափվեք եւ կհամաձայնվեք այդ մեղադրանքի հետ Ես ընդհանրապես կարծում եմ, որ արձագանքել դա միջանցք չէ եւ մտնել այդ խոսակցության մեջ լրիվ անիմաստ է, որովհետեւ բոլորս գիտենք ինչի մասին է խոսքը, թրիփի մասին բոլորս գիտենք, բոլորս Վաշինգտոնյան հռչակագիրը կարդացել են, գիտենք թե դա ինչի մասին, ընդդիմությունն է շատ լավ գիտի։ Շատ լավ գիտի, որ այդ հանգույցները, ճանապարհային հանգույցները ապաշրջափակման հետ, ապաշրջափակման նշանակություն ունեցող կարևորագույն հանգույցներ են եւ իրենք շարունակելու են պնդել, որ դա միջանցք է, որ դա Ալիևի միջանցքն է, որ Ալիևի հոտորով է դա եղել, այսինքն այդ նույն ծանված, ծեծված, հոգնեցնող խոսակցությունները նրանք շարունակելու են բերել, անգամ եթե Չէ, բայց ԱՄՆ-ին է տրվում այս միջանցքը։ Ուզում եմ ասել, անգամ եթե Թրամփը հայտարարություն անի եւ ինչ որ մի այլ շատ մեծ հայտարարություն անի, իրենք շարունակելու են պնդել, որ դա միջանցք է, որտեվ անունը պարտադիր պիտի լինի միջանցք եւ այս անգամ էլ դա տրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ցանկացած հաջողություն, որը գրանցում է այս իշխանությունը, ընդդիմությունը որևէ կերպ չի ընդունելու եւ չի ընկալելու որպես Հայաստանի Հանրապետության հաջողություն, որտեվ սա մեր իշխանությունների հաջողությունը չէ։ Սա Հայաստանի Հանրապետության համար է արվում։ Իշխանությունը կգնա մի օր եւ դա կմնա, չէ՞։ Այդ ենթակառուցվածքները կմնան։ Տեսեք, բայց իշխանությանն ասում են դուք այնքան բանակցային հմտություն չունեք, որ այսպես մեր շահերը կարողանանք պաշտպանել ամերիկացիների հետ հարաբերություններում, որ մեր ձայնն էլ լսելի լինի, միջանցքային տրամաբանություն չլինի։ Մենք այնքան բանակցային հմտություններ չունենք, որ Հայաստանից կարևորագույն ենթակառուցվածքներ չենք վաճառել, չենք ծախել, չենք նվիրել օրինակ Ռուսաստանի Դաշնությանը։ Այո, մենք որևէ բանակցային հմտություն չունենք։ Մենք հմտություններ չունենք, որ մեզ ինչ ասեն, ենթարկվենք։ Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում իրենք այնպիսի բանակցային հմտություններ են ունեցել, ֆանտաստիկ, չգիտեմ, գերբնական բանակցային հմտություններով օժտված այս իշխանություններն են Հայաստանի Հանրապետությունը բերել հասցրել այն օրվան, որ գույք պատքի դիմաց ենք ունեցել։ Հետևաբար այդ էժան մանիպուլյատիվ խոսակցություններին ես կարծում եմ պետք չէ արձագանքել, ուղղակի պիտի մենք ունենք մեր նախանշված ճանապարհը, մենք ունենք մեր նպատակները եւ այդ նպատակները Հայաստանի Հանրապետության համար են, հանուն Հայաստանի Հանրապետությանը եւ գնում ենք դրանց թե ինչ կասեն դաշնակները եւ այլոք Տեսեք, ինչու ամեն դեպքում ԱՄՆ-ի հետ էս ծրագիրը արվեց, որովհետեւ նոյեմբերի 9-րդ կետի ռուս-ադրբեջանական մեկնաբանության համաձայն ռուսական ԱԴՑ-ն պետք է այնտեղ բերեր զորքեր կանգնեցներ, վերահսկեր, մաքսային անվտանգային եւ բոլոր գործառույթներ կատարեր, դա տեղի չունեցավ, փաստորեն 5 տարի է անցել մի բան էլ ավելի նոյեմբերի 9-ի հայտարարությունից եւ այսօր Թրամփի ուղի է ստեղծում ԱՄՆ-ի հետ։ Այ ինչու իշխանությունը ինչու նախընտրությունը այս մյուս կողմին տվեց, ինչ տեղի ունեցավ, որ ռուսական կողմը չունի մասնակցություն կոնկրետ։ Նախ ես կարծում եմ, որ մի քիչ հարցի հետ համաձայն չեմ, այսինքն ինչու նոյեմբերի 9-ի ռուսական ԱԴՑ-ն ինչու չի կանգնում։ Այդ եմ ասում, ինչու նախ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը սկսեց չգործել, երբ որ խաղաղապահները չկատարեցին իրենց առաքելությունը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին եկեք չանդրադառնանք եւ չմանրամասնենք թե այնտեղ ինչ էր գրված, ինչը կատարվեց, ինչը չկատարվեց։ Առաջին չկատարվեցին ռուսական կողմի պատվավորությունները եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մնաց այսպես որպես զուտ ինչ որ փաստաթուղթ, որը ծառայել է ժամանակավոր։ Իսկ այն ինչ տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի միջնորդությամբ, դա երկարատև աշխատանքի արդյունք էր մեր ԱԳՆ-ի Հայաստանի Հանրապետության վարչապետի, այսինքն դա աշխատանք էր, մեկ օրվա աշխատանք չէր եւ այդ աշխատանքի արդյունքում մենք ունեցանք թրիփը, մենք ունեցանք
նախագիծը, թե ինչ պիտի լինի այդտեղ, այդ ճանապարհային հանգույցը, ինչպիսի ենթակառուցվածքներ պիտի կառուցվեն։ Այսօր արդեն արտաքին գործերի նախարարը ԱՄՆ-ում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ եւ հայտարարություն կլինի, որի մասին կխոսենք արդեն հայտարարությունից հետո, կարծում եմ նախապես պետք չէ քննարկել եւ կանխատեսել, թե ինչպիսի հայտարարություն կլինի, վստահաբար այս գործընթացների մեկնարկի եւ ընթացքի մասին պիտի լինի հայտարարությունը եւ կարծում եմ նորից քննարկել ինչու ԱՄՆ, ինչու Ռուսաստանը ոչ, ինչու Դե ասում են աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ դարձրիկ Հայաստանի Հանրապետությունը։ Դե շատ բան կարող են ասել։ Ռուսաստանը եւ ԱՄՆ եւ Իրանը եւ չգիտեմ, Նախ ես ուզում եմ եւ Թուրքիան բոլորը այստեղով հետաքրքրված են։ Նախ ճանապարհային հանգույցներով միշտ հետաքրքրվում են աշխարհում, աշխարհի բոլոր պետությունները, որովհետև ճանապարհներով եւ պետությունով, եւ քո պետության միջով անցնում են կարևոր ճանապարհներ, դրանցիկ դու դառնում ես հետաքրքրություն ներկայացնող երկիր։ ԱՄՆ-ն բերել է Իրանի սահման։ Ես կարծում եմ պիտի մենք խոսենք մեր տեսանկյունից, ոչ թե ընդդիմության նման սկսենք վերցնել փաստաբանի դերը այլ երկրների եւ այլ երկրների համար մտահոգություններ հայտնել։ Մենք մեկ միաբևեռ քաղաքականություն չենք տանում եւ մեր բոլոր գործողությունների վերաբերյալ մենք ունենք տարբեր տեսանկյուններ, մենք նաեւ այլ երկրների հետ ենք շփվում, չէ՞։ Միգուցե կնայեք իշխանության այս քաղաքականության պատճառն է, որ Սոլովյովը Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կոչ է անում։ Սոլովյովը գուցե դուք եք մեղավոր, ասածս դա։ Դե, եթե մենք նայենք ընդդիմության տեսանկյունից, ամեն ինչում մենք ենք մեղավոր եւ պետք չէ միանգամից ամեն ինչ պրոյեկտել, որ ահա մենք մեղավոր ենք, մենք մեղավոր չենք, մենք աշխատում ենք, մենք ունենք նախանշված նպատակներ, ճանապարհներ եւ գնում ենք դեպի մեր նախանշած ճանապարհներով, թե ինչ կասի Սալավիովը, թե ինչ կասի ընդդիմությունը Սալավիովի հետ համատեղ, թե ինչ կասեն այլոք, դա մեզ չի հետաքրքրում։ Մենք ունենք նպատակ, մենք ունենք ծրագրեր եւ մենք գնում ենք մեր ծրագրերի եւ նպատակների հետևից։ Իսկ ինչ վերաբերում է, ես կուզենամ ընդդիմությանը լսել, թե ինչ են իրենք ասում Սալավիովին։ Քանի որ մեր ընդդիմությունը ադրբեջանական մամուլի ակտիվ հետևորդ է, անընդհատ երբ ադրբեջանական մամուլում ինչ-որ բան է շրջանառվում, միանգամից բերում սկսում են քննարկել այս Ադրբեջանը, էս ասեց, այն ասեց, իշխանությունները չեն արձագանքում, ինչ Սալավիովի ելույթը պիտի դրվեր ադրբեջանական մամուլում, այնտեղից պիտի կարդային, որ նոր արձագանքի, թե Սալավիովն ինչ է ասել։ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հանդիպում Պուտինին, թող ինքն էլ գնա ասի, էս ինչ է կանում։ Նախ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, ԱԳՆ-ն հրավիրեց դեսպանին եւ Ինչ է ընդդիմությանը հարվածի տակ դնում, ռուսական հարվածի տակ դնում, դուք գնացեք ռուսների հետ թեմա բռնեք, կներեք այս ընդդիմությանը չհասկացա ընդդիմությանը հարվածի տակ դնել։ Ինչու եք պահանջում, որ ընդդիմությունը ձայն հանի։ Ես պահանջում եմ, ես անձամբ պահանջում եմ, որ ընդդիմությունը ձայն հանի։ Ես անձամբ պահանջում եմ։ Գնացեք դուք։ Իրանք թող չասեն մենք ինչ անենք, որովհետև մենք գիտենք որտեղ ինչ ենք խոսում։ Պետական Պետական իշխանությունը արել է իր անելիքը, սակայն ընդդիմությունը, որը նաև կարևոր գործոն է քաղաքական եւ պիտի կարևոր գործոն լինի պետության։ Թե ուզում եք գշտեցնել ռուսների հետ մեր ընդդիմությանը տիկին։ Ես ուզում եմ տեսնել կգշտվեն թե ոչ, եթե այդպես է։ Ես ուզում եմ իրենք, քանի որ անաչառ ընդդիմություն են խաղում, եկեք համաձայնվենք։ Անաչառ եւ ազնիվ ընդդիմություն են խաղում, անընդհատ մեզ քննադատելով, ասելով, որ դուք էս չեք անում, են չեք անում։ Հիմա ես այս անաչառ ազնվագույն ազնվացեղ ընդդիմությանը առաջարկում եմ ուղիղ տեքստով խոսել Սալավիովի հետ, ասել եղբայր, էդ ինչ ես ասում։ Մի հատ իրենց սիրելի Սալավիովին ասեն, բայց այդ ինչ հատուկ ռազմական գործողության ցանկություններ ես արտահայտում Հայաստան ինքնիշխան երկրի վերաբերյալ, եւ պատասխանը լսենք։ Հատուկ նայել եմ մի շարք ընդդիմադիրների Facebook-յան էջերը, որևէ մեկը որևէ բան չի գրել։ Դուք Հայաստանը դարձրել եք աշխարհաքաղաքական բախման կենտրոն, ընդդիմություն պետք է ու ընդդիմությունից ուզում եք Սալավիովին մի բան ասել։ Այ, շատ ձեզողված։ Շատ ամոթ։ Ախր ես չեմ կարող լուրջ վերաբերվել, ինչպես կարող եմ այդ հարցին լուրջ պատասխանել։ Անկեղծ։ Ես հիմա ձեր հետ անկեղծ զրուցում եմ։ Ես ինչպես կարող եմ լուրջ վերաբերվել։ Ամերիկացիներին բերել եք, ռուսներին բերել եք, Իրանին բերել եք, թուրքերին բերել եք, Ֆրանսիային բերել եք, ԵՄ դիտորդներին բերել եք եւ ընդդիմությանը ասում եք տակից դուրս եկեք, մի քիչ ընդդիմությանն էլ տարել ենք, այսինքն բոլորին բերել ենք, ընդդիմությանն էլ տարել ենք։ Չէ, տեսեք, դուք տարբեր շահեր եք բերել Հայաստան, Սոլովյովն էլ ասում է ձերքից գրում է Նախ Սոլովյովը պետք է ոչ մի բան չասի։ Ընդդիմությունն է մեղավոր ձեր քաղաքականության հետևանքների համար։ Սալավիովը ես առաջարկում ընդհանրապես ոչ մի բան չասի։ Ես չեմ էլ ուզում անդրադառնալ նրան,
իր համար մաթա ժամանակ առ ժամանակ տենց բաներ է խոսում։ Ճիշտ է, պատահական չէ նրա, այնպես չի որ տենց պատահական սկսում է խոսել։ Ինչ եք տեսնում դուք դրա տակ։ Ես դրա տակ տեսնում եմ հիբրիդային պատերազմի մասնիկներից մեկը կամ մասերից մասնիկ չէ, որովհետև խորհրդարանականություններ են արժևում եւ նմանատիպ խոսակցությունները գուցե ավելի հաճախ լինեն, որովհետև մենք բազմիցս կրկնել ենք, որ այո կան Ռուսաստանից եկող այդպես սպառնալիքներ մեր հիբրիդային։ Լավ, ախր տեսեք, ոչ մեկ դա չի հերքում, ավելի փաստագրված է դա, մեր տարբեր գործընկերներ մեդիաների փաստագրել են։ Բայց իշխանության վարվելակերպը, ասենք, ռուսական հեռուստալիքներ մինչև հիմա հեռարձակում են։ Մի տեսեք, գնայք էլի, կամ նրանք չեն հիբրիդային պատերազմ վարում, այս ամեն ինչը կամ մենք չենք պայքարում, կամ էլ վտանգ չեն այդ հեռուստալիքները, կամ էլ չգիտեմ, վտանգ են դուք եք անտաղանդ իշխանություն կամ ինքնասիրության խնդիր գոյություն ունի արդեն։ Այսինքն, եթե բա հիմա ադրբեջանական հեռուստալիքները ինչու Հայաստանում չեն հեռարձակում, որովհետև մեր պետականության դեմ ռոպագանդա են անում եւ անելու են, չէ՞, չեն կանի դա։ Բա ինչու են ռուսական հեռուստալիքներ հեռարձակում, երբ որ փաստագրված է նրանց ռոպագանդան Հայաստանի պետականության դեմ եւ խոսում ենք հիբրիդային պատերազմից։ Ես գիտեք ինչ իմաստն եմ ուզում խոսել, որ չգիտեմ։ Մենք խոսենք։ Նայեք, խնդիրը գիտեք որն է, որ բոլորը գիտեն ինչ պիտի անել։ Բոլորը գիտեն, այս ինչը փակեք, սրա բերանը փակեք, այս ինչը արեք, այս ալիքը անջատել։ Այսինքն, եւ այս բոլոր խոսակցությունները հիմնականում ծավալվում են սոցիալական ցանցերում նույն մարդկանց կողմից։ Նույն մարդիկ գիտեն պետությունը ոնց կառավարել, ոնց պատերազմներում հաղթել, ոնց բանակցային գործընթացը իդեալական, ֆանտաստիկ ձևով կազմակերպել, ոնց հեռացնել իշխանություններին, ոնց անել որ գալ իշխանության, այսինքն դուք իմ հարցից մի խոսակ հիմա չէ, ձեր հարցը այդ կոնտեքստում եմ ես ճշնամական, այսպես ասենք, ներխուժում կա մեր ինֆորմացիոն դաշտում, դուք ոչ մի բան չեք անում։ Մենք հայտարարությունը տարածել ենք, այսինքն ԱԳՆ-ն հրավիրել է դեսպանին դրա վերաբերյալ, եւ հետո մենք օրենք ենք ընդունել, որը դուք մոտացել եք։ Որ օրենքը, որ նմանատիպ հաղորդումների վերաբերյալ նմանատիպ հաղորդումներ չեն հեռարձակվելու Հայաստանի Հանրապետությունում։ Մի ժամանակ էլ ասում եք պետք է հեռուստաալիքները օտարերկրացվեն, կամ նահանջում եք, չենք նահանջել, հիմա այդ կա, բայց երբ որ Telegram-յան ալիքից վերցնում են այդ մարդու արած հայտարարությունը եւ տարածվում է ամբողջ Facebook-յան տիրույթում, դրա դեմը ինչպես կարող են կառնել։ Որևէ կերպ չի կարող։ Այդ մարդու Telegram-յան ալիքից վերցված է այդ հատվածը եւ այդ հատվածը քննարկվում է բոլորիս կողմից։ Լավ, ձեզ հիմա ներողություն մի հատ բան էլ ասեմ, որքան էլ որ նայեք այս լուսավորյալ դարում ինտերնետի, YouTube-ի եւ տարբեր տեսակի հասանելիության բոլոր տեսակի ալիքների եւ նյութերի ինչ էլ փակես, ինչ էլ արգելափակես, միևնույն է նմանատիպ նյութերը տարածվելու են դաշտում։ Եկեք համաձայնվեք դրա հետ։ Իսկ ինչու եք ուզում, որ հատկապես, ասենք, Ռոբերտ Քոչարյանի կամ Սամվել Կարապետյանի ուժերը դատապարտեն, ինչ է դա ձեզ տալու։ Ինչի միայն Բասև Սարգսյանին մոտացավ։ Գումարած։ Պատադիր, բոլորը պիտի արձագանքեն, որովհետև առավոտից երեկո բոլոր հարմար եւ անհարմար առիթներով այդ մարդիկ խոսում են, որ մենք հրահրել ենք պատերազմը նեղացնելով Ռուսաստանի Դաշնությանը, որ մենք նեղացնում ենք Ռուսաստանի Դաշնությանը, որ մենք վատագույն գործընկեր ենք իրենց համար, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ խնդիրներ ենք ստեղծում։ Հիմա իրենք պիտի Ռուսաստանի Դաշնության կողմից հնչած խնդիրներ ստեղծող մեղմ եմ ասում, հայտարարությանը արձագանքեն եւ ասեն, ինչու է իրենց սիրելի գործընկերը նման հայտարարություն տարածում։ Ես վստահ եմ, որ որևէ մեկը չի խոսելու, ես այսօր տեսա, որ Նարեկ Կարապետյանը շատ մշուշոտ մեկ նախադասությամբ անդրադարձել է շատ մշուշոտ այս հայտարարությանը, դա ոչ մի բան է, ընդհանրապես ոչ մի բան է։ Եվ այո, ես պահանջում եմ, որ իրենք արձագանքեն եւ դատապարտեն այդ հայտարարությունը, իրենք ոչ ոք չեն դատապարտելու, որովհետեւ իրենք միշտ էլ ցանկացել են Հայաստանը տեսնել Ռուսաստանի կազմում եւ ցանկանում են տեսնել։ Կբերեք փաստեր։ Այդ փաստերը բազմաթիվ են։ Նույն Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությունները, նույն ԵԱՏՄ-ի թեման է, նույն Գույք պատքի դիմացը, նույն Հայ-Ռուս գազատի հետ կապված թեման, նույն հեծի թեման, ժամանակին հեծը վաճառելը, այնքան բաներ կան ուղակի, ինչու պիտի ես հենց այս պահին տարբեր տեսակի հայտարարություններ հիշեմ։
այդ ամենաակնհայտ բաներն են, որոնց մասին մենք բոլորս գիտենք։ Տեսեք, այսօր Տիգրան Աբրամյանն էր մեր հյուրը եւ նա մտահոգություն ունի, որ այսպես հիբրիդային պատերազմի անվան տակ Եվրամիությունը նախ խառնվելու է Հայաստանի ներքին քաղաքականության 26-ի ընտրություններին ընդառաջ եւ իշխանությունը օգտվելով ԵՄ-ի աջակցությունից պայքարելու է ընդդիմության դեմ։ Այսպես հիբրիդային պատերազմի անվան տակ։ Արդյոք դա արդարացված մտահոգություն չի։ Դուք ունեք հակափաստարկներ, որոնք կփարատեն ընդդիմության այդ մտահոգությունը։ Իսկ Տիգրան Աբրամյանը մտահոգված չէ Սալավիովի հայտարարությամբ, որը Հայաստանի ներքին եւ ասեց անթույլատրելի է, այնպես չի որ չասեց ինքը։ Դա անթույլատրելի էր, բայց երբ ԵՄ-ն պատրաստ է աջակցել հիբրիդային պատերազմների դեմ Հայաստանի Հանրապետության պայքարին, այդտեղ մտահոգություն է հնչում։ Գիտեք, ասում էր բացեք հասկանանք ինչպես պետք է աջակցի, որ եթե նյութատեխնիկական աջակցություն է ինչ որ ֆեյքերի կամ չգիտեմ, ֆեյք նյուզի դեմ պայքարելու կամ եւ այլն, օքեյ, բայց եթե լինելու է քաղաքական ուժերի դեմ պայքար եւ եթե Արևմուտքը Ռուսաստան հակադրությունը դուք բերում եք Հայաստանի ներս, դա արդեն մտահոգիչ է։ Տիգրան Աբրամյանը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր է եւ կարող է այդ հարցերը ոչ թե հնչեցնել ձեր հարցազրույցի ժամանակ այս տաղավարում, կարող է իր գործունեության շրջանակներում փորձել եւ այդ հարցերի պատասխանները ստանալ, որը Դե հիմա հնչեցրել է, դուք կարող եք պատասխանել։ Ես էլ նրան պատասխանում եմ, որ հարգելի պարոն Աբրահամյան, կարող եք ձեր մտահոգությունները հնչեցնել համապատասխան պաշտոնյաների մոտ եւ նրանցից ստանալ պատասխանները։ Այդպես հռետորական ասել, որ մենք անհանգստացած ենք, նրանք դա կօգտագործեն ընդդիմության դեմ։ Իսկ ընդդիմությունը ինչ վատ բան է անելու, որ մտահոգված եք, որ դուք ընկնելու եք այդ հիբրիդային պատերազմի պայքարի արանքը։ Հարց եմ տալիս։ Այդ ինչ եք պատրաստվում անել։ Ինչ որ վատ բան եք պատրաստվում անել Հայաստանի Հանրապետության դեմ։ Ընտրություններին ընդդիմություն եւ իշխանություն պայքարում են իշխանության համար։ Սովորական գործիքակազմով պիտի գնալ, խոսել քաղաքացիների հետ, համոզել, որ ընտրեն իրենց։ Ընդհանրապես ամբողջ աշխարհում այդպես է ընտրությունների ամենապարզագույն մոդելն եմ ասում, նախընտրական քարոզչության մոդելը։ Դուք ինչ եք պատրաստվում անել, որ մտահոգված եք, որ ԵՄ-ի գործիքակազմը ձեզ Նրանք ձեզ չեն վստահում։ Ես իսկում են վստահում։ Կասկածում եմ, որ այդ գործիքակազմը կիրառելու է ընդդիմադիր ուժերի դեմ։ Դե կալանավորումներ եւ այլն դրանք արդեն իսկ ըստ ընդդիմադիր ուժերի իրենց շարքերն օսրացնելու Իսկում են կալանավորել։ Իսկ իրենք չեն Մասիսի քաղաքապետը։ Իսկ այդ մարդիկ ովքեր կալանավորված են, նույն հոգեվորականները, որոնք կալանավորված են գործիչներ, բլոգերներ եւ այդ բլոգերները հանգիստ նստած օրինակ շունն ու կատուն էին պատմում եւ ինչ որ կամ կարմիր գլխարկից էին խոսում, եկան իրենց ասեցին վայ դուք ինչ որ ձեզ պիտի կալանավորեն։ Դե կապ չունի, բայց ընդդիմության դաշտը նոսրանում է այս կալանավորումները վստահ։ Դե ընդդիմությունն էլ կարծում եմ պիտի հասկանա, որ կոռեկտությունը լավ բան է։ Եվ իշխանության դեմ պայքարելը դա չի նշանակում հայհոյել եւ ինչ որ սուր գործողությունների գնալ։ Սերժ Սարգսյանին են հայհոյում, հո չեն նստեցնում։ Հա կաղացեցային փողոցում, բայց այն տիպի այնպիսի տգեղ եւ այնպիսի լկտի բառապաշար, որոնք օգտագործում են հիմա, նման բան երբեք չի եղել։ Մենք ընդդիմադիր ենք եղել եւ երբեք մեր ընդդիմություն եղած ժամանակ նմանատիպ գործելավոճով ընդդիմությունը հանդես չի եկել։ Հիշում եք Առաքել Մովսիսյանի եւ Նիկոլ Փաշինյանի սուր բանավեճը ազգային ժողովում։ Ազգային ժողովի падգամավորների բանավեճը հրապարակային եղավ, չէ՞։ Շատ սուր բանավեճ։ Շատ սուր բանավեճ, հիշում եմ։ Փաշինյանը ամենասուր խոսակցություն ունեցող գործիչներից։ Այո, դրա համար էլ նվաճեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը իր սուր խոսքով եւ իր գործունեությամբ, բայց Փաշինյանի ընդդիմադիր եղած ժամանակ չկային բլոգերներ հայհոյախոս, չկային այսպիսի զզվելի վիճակներ, երբ թիրախավորվում են բոլոր իշխանության ներկայացուցիչները ընտանիքներով, երեխաներով։ Նման բան երբեք չի եղել։ ՀԿ-ի падգամավորների տներ ովքեր են գնացել։ Սև լենտերով։ Գնացել են ինչ-որ քաղաքացիներ, որոնք երբեք ուղղորդված եւ ողջևորված չեն եղել։ Դե նրանք էլ ուղղորդված չեն ստացվում։ Ես չեմ հավատում, որ նրանք ուղղորդված չեն, նրանք շատ լավ էլ ուղղորդված են։ Եվ բոլորը գիտեն, որ ուղղորդված են, որովհետեւ նրանք այդ մաս են կազմում։ Իսկ հեղափոխության ժամանակ ինչ որ տեղի է ունեցել, որը հիմա այդպես դրոշակ սարքած ասում են դուք էլ սենց եք արել, նենց եք արել, քաղաքացիներ են եղել, որոնց գործելավոճը չի ողջունվել կամ որոնք չեն կոորդինացվել
որևէ կերպ։ Դա բոլորը գիտեն, ուղղակի անընդհատ այդ մանիպուլյատիվ շրջանում կամ լավ, ասենք թե հեղափոխության ժամանակ մի երկու օգուն նման բան են արել, դուք էլ պիտի կրկնեք։ Հետևաբար, այսինքն դա ձեզ հոգեհարազատ էր, դուք պիտի նույնը անեք ավելի վատ ձևերով։ Ամեն դեպքում անընդունելի գործելավոճ է դա։ Եվ եկեղեցականների կալանավորումներ, կաթողիկոսի շուրջ իրավիճակ եւ դա այն մասին չի, որ իշխանությունը իրապես փորձում է վնասել այն թևերը, որոնք կարող են քաղաքական դիվիդենդներ բերել ընդդիմությանը։ Գալստանյանը երբ որ կալանավորվեց, ինչի համար կալանավորվեց, որ ես չեմ ասում, հիմնավոր է թե անհիմն է, ես դատավոր չեմ, ոչ քննիչ։ Ես հասկանում եմ, ես ոչ դատավոր եմ, ոչ քննիչ։ Ես ուղղակի այնքան դուք եք, ինչպես դուք եք ծանոթ, այնպես էլ ես եմ ծանոթ, վստահաբար։ Ես ավել բան չգիտեմ ձեզնից, ինչքան դուք եք ծանոթ, հաստատ։ Երբ որ ինչ որ գործերով կալանավորվում են, այդ ինչ որ գործերը ունեն չէ հիմնավորումներ, երբ որ ասում են իրենց անհիմն գործերը։ Դե թող ջրեն, ինչի մասին է խոսքը։ Ով կալանավորվեց, ասեցին անհիմն է, ով կալանավորվեց, ասեցին անհիմն է, այսինքն բոլորը սուրբերին եւ այդ սրբերին տարան կալանավորեցին, այդպես չի լինում, իրենք շատ լավ գիտեն ով ինչ է արել։ Հա բայց կարող եք, չէ, Աջապահյանին չկալանավորել։ Ես չեմ կալանավորել ոչ մեկի, ես ոչինչ չէի կարող ներողություն։ Որպես падգամավոր ներկայացրեք բան միջնորդություն։ Ես չեմ ներկայացնի միջնորդություն, բանը փոխեն։ Ես չեմ ներկայացնի որևէ մեկի համար միջնորդություն, առավել եւս Աջապահյանի, ով ռազմական հեղաշրջման կոչեր էր անում եւ ողջունում էր ռազմական հեղաշրջումը եւ բոլորը ողջունել են։ Բայց դա հետևանք չի ունեցել, չէ՞։ Այսինքն, եթե հետևանք չի ունեցել, բոլորը սուրբ են։ Եթե Նայիրի Հունանյանին ժամանակին կալանավորեին եւ տեղի չունենար հոկտեմբերի 27-ը, պիտի ասեի Նայիրի Հունանյանը մաթեր էլի մտքով անցավ մի բան, տարակ բռնեցիք, կալանավորեցիք։ Կանխարգելումն ինչի մասին է խոսքը։ Կաթողիկոսը ձեզ ինչ է։ Նայեք, ավարտեմ միտքս եւ շարունակեմ կաթողիկոսին։ Հանցագործությունների վերաբերյալ հանցագործություններն առաջին հերթին պիտի կանխարգելել, ոչ թե հետևանքների մասին։ Հետևանքները վերացնել։ Հետևանքները անդառնալի են հանցագործությունների։ Մարդասիրություն չկա ձեր մեջ, փաստորեն։ Ես առավել եւս խիստ շատ ոչ մարդասեր եք, հասկացա։ Ոչ մարդասեր եմ, այո, կաթողիկոսի հետ կապված ձեր հարցը լսեմ։ Հարցը հետևյալն էր, որին դուք չպատասխանեցիք, այս իրադրությամբ եկեղեցի շուրջ տարբեր հոգևորականներ, միայն իդեպ Արշակ Խաչատրյանը կամ պարոն Գալստանյանը կամ այլ մյուսները չի, որ կալանավորված են, արդյոք խնդիր է դրել իշխանությունը ընդդիմության, այսպես ասենք, զրկել պլատֆորմներից։ Նկատի ունեմ պլատֆորմ հոգևորականության դաշտում գաղտնիք չի, որ հայ առաքելական եկեղեցին ունի մեծ տարածվածություն Հայաստանում, թեմեր, եկեղեցիներ եւ այլն, եւ միգուցե իշխանությունը մտահոգ է, որ տարբեր հոգևորականներ իրենց խոսակցություններում քաղաքացիների հետ որոշակի ուղղորդումներ անեն, չգիտեմ, այսպես քարոզչության անվան տակ հակաիշխանական քարոզան։ Եկեք ճիշտ ասենք, երևի դա ձեզ ավելի շատ է մտահոգում, քան թե կուսակրոններ, ուխտ խախտեց, չխախտեց, KGB-ի ագենտեր եւ այլն։ Դե դրանք գործիքակազմեր են ավելի շատ պայքարի, համաձայն չեք, եկեք համաձայն։ Նախ ձեր հարցի մեջ մի հատ շատ կարևոր բան ասեցիք, ոչ իօգուտ եկեղեցու եւ ընդդիմության, ասացիք դուք զրկում եք ընդդիմությանը իր պլատֆորմից, այսինքն պլատֆորմներից ես բացատրեմ իմ միտքը չէ, բացատրեմ, որովհետեւ տեսեք, իշխանությունն էլ ունի իրենքից շրջանակներ, որոնք իշխանության մաս չեն, բայց իրենց խոսույթով, իրենց քարոզչությամբ նպաստում են իշխանության թեզերին եւ ամբողջ օրը այսպես քլնգում են ընդդիմության, այդ մարդիկ իշխանության մաս չեն, ֆորմալ առումով, падգամավոր չեն, բայց ամբողջ օրը Քոչարյանին, Կարապետյան եւ մյուսներն են հայում, այսինքն ձեր ջրաղացին ջուր են լցնում։ Նույն կոնտեքստում իմ խոսքը այն մասին է, որ տարբեր հոգևորականներ իշխանությանը քլնգելով, չգիտեմ, Ադրբեջանին զիջելու բանի մեջ ուզած չուզած ընդդիմության ջրաղացին են ջուր լցնում, դուք ուզում եք այս շերտից ազատվել, ճիշտ հասկացա։ Էլի իմ հացը, էլի դուք չուղեցիք, այն ինչ որ դուք ասեցիք։ Չէ, ավելի հստակեցի։ Չէ, ես հստակեցնելով ավելի վատացեցիք ընդդիմության վիճակը, որովհետեւ Չէ, ընդդիմության եւ ողջավորականության վիճակը։ Չէ, ես պատասխանում եմ։ Դուք ձեր ռոպագանդիստներն ունեք, ովքեր տակուկ եթերներից ձեզ պաշտպանում են եւ ընդդիմությանը քլնգում։ Ում մասին որ դուք ասում եք, ովքեր իշխանությանը սատարում են եւ իշխանության թեզերը առաջ են տանում, այդ մարդիկ սահմանադրությամբ չունեն ինչ որ
մի այսպես Բայց ասած իշխանական պրոպագանդիստներ են, չէ՞, Տիկին Դավոյան։ Չունեն սահմանափակում, որ իրենք չեն խառնվելու քաղաքականությանը։ Այսինքն այդ մարդիկ քաղաքականությամբ զբաղվող, քաղաքականությամբ հետաքրքրված, փորձագետներ են։ Ես շնորհակալ եմ, որ դուք չերկեցիք, որ ունեք ձեր պրոպագանդիստների բանակը։ Փորձագետներ են, որոնք ես տենց նման բան չասացի, ասի կան մարդիկ, որոնք փորձագետներ են, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ, հասարակական կազմակերպություններ ունեն, որոնք համագործակցում են եւ այո, մենք տեսնում ենք, ոչ մի գաղտնի բանի մասին ես չեմ խոսում։ Հանցան քարոզներում այդ հասկացանք։ Իսկ եկեղեցականները, որոնք ամբողջ օրը քննադատում են իշխանությանը, պետական հեղաշրջման, ռազմական հեղաշրջման կոչեր են անում եւ հանդես են գալիս հակաիշխանական կոչերով, իրենք պիտի ընդհանրապես զսպվածության կոչերով հանդես գային։ Այսինքն ձեր խնդիրներն են, որ իրենք քննադատում են իշխանությունը։ Չէ, մենք խնդիր չունենք, խնդիրը այն է, որ եկեղեցին քաղաքականությամբ պիտի չզբաղվի, եկեղեցին պիտի ընդհանրապես արտահայտվում են, ինչ քաղաքականությամբ։ Բա որ քաղաքացիներին արտահայտվում էին հոկտեմբերի 27-ից հետո, որ մի քանի եկեղեցական կաթողիկոսի դեմ էին արտահայտվում, քաղաքացիներին արտահայտվում էին, ինչի կարգալույծ եղան։ Հիմքը դրվելով, որ քաղաքականությամբ է զբաղվում։ Կարող եք նույն առավոտի հրապարակումները 99 թվականի բացել, 97 թվականի բացել դեկտեմբերի ինչ որ։ Նույնիսկ այդ մարդիկ նստացույց են արել։ Եվ 99 թվի դեկտեմբեր, հոկտեմբեր 20։ Հա, ներողություն, 99 թվականին։ Այդ մարդիկ նստացույց էին անում եւ քաղաքականությամբ զբաղվելու հիմքով այդ մարդիկ կարգալույծ են։ Այսինքն ձեր խնդիրը հենց դա է, նրանց քաղաքականացվածությունը, այսպես ասենք։ Մեր խնդիրը դա չէ։ Թե չէ կուսակրոնություն, ինչ ագենտուրա եւ այլն։ Հիմա այդտեղ ստորագետ ենք դնում, անցնում ենք առաջ եւ այո, եկեղեցում կա մի իրավիճակ, որ եկեղեցին դուրս է եկել իր կանոնադրական այդ բոլոր։ Դա բոլորին է մտահոգում։ Ուղղակի ես չհասկացա, որ բայց սկսած ԿՓ-ականներն սկսած անհանգստացնել կուսակրոնության թեման։ Ձեր կուսակցության հետ չի ասոցացվել այդ թեմատիկը։ Դե ընդհանրապես որևէ կուսակցության հետ կարծում եմ չի ասոցացվել այդ թեման։ Մի տեսակ քրիստոնեական բռնկումը շատ հանկարծակի եկավ։ Դա միշտ քրիստոնեական բռնկումը հանկարծակի է լինում։ Ուղղակի նախկինում չեք տեսել Փաշինյանի եկեղեցիներում ծնկած եւ այլն։ Որտեղ Փաշինյանը միշտ էլ եկեղեցի հաճախել է, սակայն տեսել, դե պատատից չէր որ միշտ տեսնեիք, շատ-շատերին եկեղեցի գնալու։ Հիմա ինչու եք այդքան հաճախ տեսնում։ Հիմա որովհետեւ տեսնում եք։ Որտեւ ամեն Կիրակի վարչապետի եկեղեցի գնալը լուսաբանվում է, ժամանակին չի լուսաբանվել։ Կամ չի գնացել։ Ես վստահ չեմ, որ չի գնացել։ Բայց նա սահմանադրախախտ է ըստ ընդդիմության տարբեր Ինչով է սահմանադրախախտ։ Որպես վարչապետ ինքն էլ չերկեց ասուլիսում կառավարության նիստից հետո մտել է եկեղեցու բարենորոգման ծրագրի մեջ, ասենք ինչ վատ բան է, որ իդեպ եկեղեցու բարենորոգման ծրագիրը նոր չի ի հայտ եկել։ Եկեղեցու բարենորոգման ծրագիր եղել է նաև մոտ 100 տարի առաջ, գրականություն կա, բազմաթիվ, չգիտեմ, մեր ես դες կուղարկեմ այդ գրքերը, եթե ձեզնից խոսենք։ Չէ, ես հղում եմ կատարում, որ հասնեմ մեր օրեր։ Այսինքն այդ օրակարգը միշտ եղել է։ Ես կարող եմ այդ գիրքը հրապարակել, մարդիկ կարդան, որ հասկանան եկեղեցում այնինչ այսօր տեղի է ունենում, տեղի է ունեցել շատ շուտ եւ որևէ ձևով այդ հարցերը չեն լուծվել, որը նպաստել է եկեղեցու ներքին իրավիճակի վատ թարացմանը եւ ինչ որ մի օր մեկը պիտի բարենորոգեր, թե ոչ։ Հիրավի քրիստոնյաներ անկեղծ, այո, շնորհակալություն Տիկին Դավոյան։ Ես վստահ եմ, որ դուք դա անկեղծ եք ասում, հարգելի Ռոբերտ։ Շատ դատելով ձեր կուսակիցների վարկագծից, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Արփի Դավոյանին։